Ողջույն բոլորին, հարգելի YouTube դիտողներ։ Դուք այժմ լսում եք ամենաերիտասարդական Youth Voices podcast-ը, որը իրականացվում է Ախուրյան երիտասարդական հաբի սաների կողմից։ Այսօր, ինչպես տեսնում եք, մեր podcast-յան տաղավարում ամանորյա դրամատրություն է, եւ այսօր մեր երիտասարդական ու տափուկ միջավայրում խոսելու ենք ամանորի, նրա խորհրդի եւ դրա հետ առնչվող մի քանի թեմաների շուրջ։ Դե ինչ, վերցրեք մի բաժակ տաք թե քաղցրիկներ, որովհետև մենք սկսում ենք մեր ամանորյա զրույցը։ Ինչ եք, երեխեք։ Շատ լավ։ Հիանալի։ Երեխեք, մի բան եմ հարցնում, հա, Secret Santa-ին խաղացել եք կամ դարապես նվեր ստացել եք։ Գոհ եք նվերից։ Այս տարի հա։ Ինչ եք ստացել։ Որովհետև անցած տարի ես մի բլոկնոտ էի ստացել, փոքր, ու տարապես ինձ դուր չեր եկել։ Դու լավ բլոկնոտ ես ստացել։ Հա, իմս խնամքի միջոցները, որոնք ինձ իրոք շատ դուր եկան։ Երեխեք, իսկ ձեր ամենատպավորիչ նվերը ո՞րն է եղել։ Չի եղել։ Չի եղել։ Ամենատպավորիչ նույնպես չի եղել շատ է տպավորվել, բայց այս տարվա նվերս օրինակ ինձ իրոք շատ է դուր եկել ու տպավորիչ էր էլի որոշ չափով։ Իսկ ինչ որ տպավորվել է։ Խնամքի միջոցներ էին։ Օրինակ ես չեմ կնա առանձնացնել մի հատուկ նվեր, որովհետև իմ բոլոր նոր տարվա նվերները, թե ծնողների կողմից, թե ծմեր պապիկի կողմից ու թե Secret Santa-ի նվերները շատ տպավորիչ են եղել, ու իմ կյանքս տպավորիչ նվերներով լիքն է եղել։ Երեխեք, օրինակ ես անցած տարի բանը մի գրիչ ու բլոկնոտ էի ստացել, բայց այս տարի իմ դուրս շատ եկավ, պայուսակ եկավ, որտեղ պայուսակից ստացա։ Անդիշ։ Շատ Իշտեց անբախտի ես էի փաստորեն։ Բայց ինչի նվեր։ Ինչ էր ստացել։ Չէ, եղեք, այս տարի համեմատ նվերս դուրս եկել է, որովհետև նախ դասատուս էր նվերենողը, երկրորդը իսրտ էր նվերերը, ու երրորդը ամենակարևորը Աստվածաշնչից տողեր կային, որը այդ օրվանից ի վեր արդեն միշտ իմ մոտ կպահեմ։ Вообще, շատ լավ էր։ Այս տարի լավ էր։ Երեխեք, իսկ պատրաստվել եք ամանորին արդեն։ Հա, Տունը զոր տորեր նվերներ։ Սաղեր։ Իսկ ինչ կուզեք ձմեր պապից ստանալ։ Ես արդեն մեծ աղջիկ եմ ու գիտեմ որ ծմեր պապ չկա։ Կապ չունի։ Հա, Բայց ինչի։ Բայց ամեն մեկը պետք է ունենանք մեր մեջ մի փոքր երեխա, որ հավատային գծներ։ Այդ հրաշքների։ Երեխեք, իրականում հրաշքներ կան, ուղղակի մենք չենք տեսնի այդ հրաշքները։ Ամեն մեկը ենք ու մնացածի խոսքերով չենք հավատայել հրաշքներին։ Բայց ամեն մեկս էլ մեր սրտի խորքում մամիկ ենք։ Բայց այլենք ես մեր բանում եմ այս առումով, ինձ գտվա ոչ թե մեծերենք ու հրաշքներին չենք հավատա կամ ինչ-որ ծմեր պապը չկա, այլ ուղղակի դիք նաև կա հետաքրքրություններից, որովհետև մենք ժամանակի ընթացքում արդեն քանի օր մեծացել ենք, այդ ամեն ինչին զուգահեռ ինչ-որ ավելի ուրիշ ձևի է դարձել մեր կյանքը, ու ծմեր պապիկին այդպես շատ չենք հավատա, բայց ես էլ կկիսեմ ձեր կարծիքն, որ պետք է ինչ-որ չափով մեր մեջ ծմեր պապիկին ունենալ ու մեր նվերն լինել, չնայած օրինակ ես իմ ծնողներից միշտ ամեն տարի ծմեր պապիկից նվերը ստացել եմ։ Հա դե ինձ կթվա ամեն ծնող հենց ամանորին իր երեխուն կփորձի ուրախացնել, թեկուզ իր այդ փոքր նվերով, որը ըստ իրանց կերնի հենց այդ երեխայի ամանորյա նվերը ու հրաշքը։ Բանը դեկտեմբերի 31-ի հաջորդ օրը առավոտյան արթնացել եմ ու բանսպես լիքը քաղցրիկներ եմ ստացել նվեր ու այդ օրը իմ օրն էր։ Ուղղակի աշխարհով մեկ է եղել։ Իմ ծմեր պապիկի կողմից էի ստացել։ Իսկ դուք ամանորյա հենց 31-ի գիշերը ձեզ համար ընտանեկան տոն է, թե դուք ավելի շատ կսիրեք դրսում դիմավորել ամանորը։ Ընտանեկան ավելի հետաքրքիր է։ Ընտանեկան։ Որ դու կինո կտնես ու կնայես շատ։ Այդ խառնաշփոթը որ Կինոնական կինո։ 31-ի 12-ը կերն դու ընտանիքով կինո գնայինք։ Ես ու պապաս կնայինք միշտ, երբ Աստուր։ Հա, չէ եղեք, մեր տունը շատ խառնաշփոթ կերնի, Այդ եթե սավի տունն է խառնաշփոթ անգերց։ Ու ամենաշատը մամանն են, չի զբաղված։ Ես ու պապաս միշտ սեղանները որ հասցնեն 12-ը։ Միշտ մաման եկող բլինչիկները կսարքի, ես ու պապան մոխսուս կեշտանք, սպես բլինչիկները կվերցնենք ուտենք ու մաման կբղավե շատ։ Ես գիտես ինչի դիք չեմ սիրել, որովհետև բլինչիկը ես կսարկեմ։ Ու իմ համար շատ բան է որ չեմ սարկել, ու կամ վերցնել։ Օրինակ կա ինչ որ տարի, հենց որ 31-ը ձեր մեջ ահավոր տպավորվել է։ Օրինակ իմ մեջ կա անցած տարի հենց դեկտեմբերի 31-ին, երբ որ 12-ին մնացել էր տամենը մեր ժամը, լույսերը տարել էին, ու սա խառնվել է իրար։ Քնել ենք այդ անգերց։ Ես մի բան եմ պատմել։
դիք երևի մեջ 4 տարվա պատմություն է, բայց ստացվա որ մենք բանը մեջ տնը նոր ենք վերանորոգել, ու ամսի 31-ին պիտի այդ տան լյուստրան կանխեինք սպեսած, այդ բանն էլ լյուստրան ինչ որ շատ ինչ որ խառն էր, ինքը շատ դժվար կմիանար այդ տան ընդհանուր հոսանքին, ու ամսի 31-ին, երբ որ այդ լյուստրան կախեին, ամբողջ տան լույսերը տարել էին, մենք սա շատ խորը բան կինեինք, ու ժամը արդեն երևի 9-10-ն էր, մոտավոր, ու հասկնայինք, որ արդեն էլ հնարավոր չէ վերականգնել այդ ամեն ինչը, հեչ մի գործ չէինք իրել, հեչ բան չէինք իրել, այդ պահին հազիվ զանգել եմ պապան էլեկտրիկին, որ գա, մեր ժամում տևեց դիք համարյա, ու մենք հազիվ հասնեցինք ինչ-որ բան եմ այդ տարի։ Ստիկ տպավորվել եմ այդպես։ Չէ, իմս օրինակ կներես, տպավորվել է, նոր հարևաններ ունեինք, անցած տարի էին տեղափոխվել, ու նոր տարին դե բնականի իրանց տունը նշեցին, եղեք ես չի պատկերացնի, որ ես նախ առաջինը կկապվի միանց հետ, ու այն արդեն 12-ն է, դուրը դուկ կուտան կեշնամ կբացեմ, ինքը ձմեր պապի շորերում, սիրուն եկել էր, ամենատպավորիչը էդ էր։ Իսկ դուք կհավատաք, որ 20 դեկտեմբերի 31-ին հենց 12-ին որ երազանք բարեսը կատարվի կհավատաք։ Ես կհավատամ, որովհետև ես ունեի երազանք, որը պայել ու կատարվել է մեր ամիսում հետո։ Եթե երազանքից շատ կհավատաս ու շատ կսպասես որ կատարվի այդ երազանքը, ուրեմն անպայման կկատարվի այդ երազանքը։ Եթե անկեղծ երեխեք հենց այդպես չեմ ֆիքսվել ոնց վրա, բայց այս տարի կենենք էլի։ Անպայման ես խորհուրդ կտամ իմ փորձից անպայման կեխնի։ Դասը դու ահա որ շատ պիտի հավատաս։ Երեխեք գիտեք որ այս տարի հրեձյու տարի է կորնիշ։ Ես օրինակ այդ երազանքների պահսեմ, ես օրինակ մեզ նորտեմ որպես շատ երազանքներ շատ չեմ սահմանում իմ համար այն նպատակներ, ու դիք ոչ թե նոր տարվա գիշերը ժամը 12-ին կինեմ, այլ այս դեկտեմբերի վերջին շրջանում 20-ից հետո ու բան կինեմ, տարբեր նպատակներ կգրեմ, ճիշտ է այս վերջին 2 տարվա ընթացքում այդպես շատ թրենդային ու մոդայիկ դարձել որ բոլորը այսպես vision board կսարքեն բան, հետո ինչ որ հետաքրքիր բաներ կինեն կհավաքվին, բայց այս դիք մինչև էդել ոչ թե vision board կսարքեի, այլ ամեն տարի արդեն երևի 5-րդ տարին է, երբ որ ես բան կինեմ, ուղղակի կվերցնեմ ինչ որ նոթատետրեր, ու այդ բանը նոթատետրը կդարձնեմ իմ տարվա նոթատետրը, օրինակ ես նոթատետրն եմ մի օր շկա, այդ սկզբում ամենասկզբում կգրեմ իմ տարվա բոլոր նպատակները ու ինչի որ կձգտեմ, այդ ամեն ինչի տարվա ընթացքում կփորձեմ անել, ու օրինակ ես դիք ցեզի խորհուրդ կտամ այնքանով, որ դիք ինչ որ ձեր միտքը կկենտրոնացնեք ձեր նպատակների ուղղությամբ ու այդ ամեն ինչի ուղղությամբ դուք ամբողջ տարվա ընթացքում կաշխատեք, ու երբ որ նույնիսկ ամենաչնչին հաջողությունը թե ուզին ինչ-որ միտեղ կգրեք, կապ չունի on-line թե offline, չնայած ես offline մարդ եմ, բայց ամեն դեպքում եթե թղթի վրա կգրեք, դիք շոշափելի է, ու ամեն անգամ երբ որ կբացեք, կուրախանաք, սես մեմ ուրիշը բարդության զգացողությունն է, որ դուք մեր նպատակում անգամ սես վրան քիչ քաշեցիք։ Ներտատակից վիճակներ նայեք, սես ամեն մի բանի վրա, որոնք որ իրականացեն, ահա որ մեծ հաճիկով ինչ որ քիչ է քաշած։ Իսկ օրինակ այդ նպատակները դուք գրել ես կամ դուք ունիք, ասենք օրինակ հենց 25-ի սկզբում այդ նպատակը դրել եք, որ ես օրինակ այս լեզուն դիսորվի, կատարվել են այդ նպատակները ու դուք ցկտել եք թե դիք պատահական է։ Եղեք իրականում ես նպատակ ունիմ ու շատ կուզեմ, հենց այդ երազանքի պահը իմ երազանք սեղը ընդունվել ակադեմիա ու ես իրոք նպատակ ունիմ ամեն ինչ անեմ, որ ընդունվեմ ակադեմիա քեղարվեստի ու հենց այդտեղ սովորեմ։ Եղեք կթվա որ այդ գրելով համեմին կմոտիվացվին երևի, բայց եղեք եթե ինչ ես չեմ գրել, որովհետև ես որ կգրեմ կամ այդ նոտատետրերը տունը կթողամ կամ չգիտեմ ինչ, այսինքն այդ նոտատետրերը իմ համար այդքան ասես եմ նշանակություն չունին, էլի որ ես իրանցենք ամեն տեղ տանիմ։ Իսկ այ օրինակ դու իրականում հենց այդ նպատակն երազանքը մեր սրտում պետք է պահենք, երեխեք, որ ինքը Ուղղակի երբ որ ինչ որ միտեղ գրած է, դու անընդհատ դիք կկարտես ու անընդհատ կհիշես, դու դիք կհիշես ինչ որ ուղեղը ավտոմատ այդ ուղղությամբ կաշխատի։ Եղեք մայրամահա ճիշտ քսի շատ քսի եկել ու ես իրա post-ի տակ եղեք ուրեմն այս նոտատետրը ինքը ամենտեղ կֆրծնե ու այս վերջերս չինեմ որ գնացե վարածը հա թեժներ էր գնացե Վանաձորում ու եղեք ես իրա այդ post-ի տակը գրեցի նոտատետրը ավելի շատ տեղի գնացե քան ես Հո չէ երեխեք Իսկ եղեք օրինակ դուք ինչ կկարծեք այդ ամանորը հենց Հայաստանում ինչ է նշվել ու կամ դուք երբ որ փոքր եք եղել ըստ ձեզի ամանորը ուրիշ է եղել ավելի հրաշքներով գիտ է հիմի ավելի լավ է քան առաջ Օրինակ փոքր ժամանակ իմ մամա շատ այնոր հեքիաթներով տունը տակ են չգիտեմ
Չէ, այդպես հովես Գիտես ինչի։ Մանդարինի հոտը երեխեք միշտ ինձ ամաներա տրամադրություն է տվել։ Հիմի Չէ, երբ որ ես կառնի, շատ։ Ես փոքրիկ հիշեմ, դուք հոտ կա։ Երեխեք, ես մի անգամ մամայիս հետ կրվել էի, զուդնոր համար որ բանը, անանասը շուտ կդրեն։ Բայց էլի հսար չկտրեցին։ Այս ոդպես ինչի՞ մենք չամեն փոքր ենք եղել ու նախ հավատքով սպասում ենք ծմեր պապին, երկրորդը այդ ամեն ինչը մեր համար շատ ասես հեքիաթային է եղել։ Օրինակ մի քանի օր առաջ պապիկիս հետ կխոսամ նույն այս թեմայով, որ կսեի պապ ինձ կտվա հին ժամանակներում ավելի լավ է եղել նոր տարին, քան հիմի ու ինքը սա որ հայրոքից այդպես է, որովհետև ու սա որ Ախուրյանի տարածքում եղել են բեստեղ, որ ինքան կդեղ բերեջուր են լցրել սառցրել ու երեխեքին տարել են այդ լիժաներով երեխեքը լիժա են քշել։ Ես որ շատ հավես է, իսկ վերջապես նոր տարվա անտառաջ եկավ ձյուն, վերջապես եկավ երեխեք։ Այս ավանդույթի մասին գիտեք, որ բանը ամեն տարի օրկեշտան եկեղեցի մոմ վերցնելու, լույս վերցնելու, բանը ամեն տարի մենք բան, ասես հավես խաղ է, երբ որ մենք ամաններ կվերցնենք ու կգցենք, իսկ երբևիցե գցել եք այդ վեճը։ Հա, ես օրինակ մի անգամ կերպարանափոխվել էի աղբորս հետ ու տարի այնքան համովիկներ էին ստացել, որ այդպես գցել, հետո բերել էինք հաջորդ օրը, այդպես հավաքվել էինք մի սեղանի շուրջ ու այդպես եղեք, բայց նաև գցեին նոր այդ օր գցենք է վեդրո գցել, գցել են նոր հին ժամանակներում, ինչքան գիտեմ, դա նախկատներին, բայց հիմի երեխեքը կգցեն այդ վեդրոն ու կեշտան իրար մեջ կբաժեն։ Օրինակ իմ պապաս կպատմի, որ ինքը իր այդ ընկերների հետ լիքը տեղեր են գնացել գցել են, այսպես լիքը խմիչք եղեն, հովես բաներ են բերել, ուտելու ու հաջորդ օրը սեղան են գցել, այդպես հավաքվել բանը, հովես։ Քանի որ ավանդույթների մասին խոսք գնաց, կուզեմ նշել, որ այն օրը միայն նյութ էի կարտացել, հենց հին ժամանակներում ինչպես է նշվել նոր տարին Հայաստանում, առաջ այդ առաջի ամիսը անվանվել է նավասարդ, որը կազմված եղել նավ ու սարդ բառերից, որը նշանակել է նոր տարի, տևել է մինչև օգոստոսի 13-ից մինչև սեպտեմբերի 9-ը, ու 20 օր այդ մարտիկ հենց այդ նավասարդ ամիսը շատ սպես ոգևորությամբ ու խրախճանքներով կանցկացնեին, որը շատ հավես էր, ու օրինակ ես կցանկանայի, որ հիմա եղներ այդպես ամիս, որ հենց այդ կլոր ամիսը մենք հենց այդ ամանորյա շունչը հենց եղներ, որովհետև ինչ որ կսեն, պես մենք արդեն հունվարի 5-ից սեղանը կհավաքենք ու ինչ որ կկորի էլի արդեն այդ շատ ամանորյա շունչը։ Երեխեք, ես դուք որ երկրի են ամանորը շատ կսիրեք, օրինակ Ամանային։ Ես օրինակ երազել եմ ու կերազեմ ու գուզեմ հենց մետարին, երբ որ արդեն կարածա, մեծծա, էշտամ Լապլանդիա ունշեմ ամանոր, դիգիմ երազանքներիցս մեկն է, որը ես ամեն կերպ Ո՞նց իրոք շատ է։ Ես դիք նպատակ եմ դրել ու հենց այդտեղ է իրական Սանտա Կլոսը։ Ինքը ծմեր պապը։ Այո։ Ու հենց սեպտեմբերի 30-ների ես էշտամ իրանից իմ նվերը սուզեմ։ Բայց Լապլանդիա Լապլանդիա չկա, բան է, Ես գիտեի որ չկա։ Ես կեշտամ բանյամ։ Կյանք իրան նայելով Լավ, բայց եկեք թողնի։ Թող չկոտրենք երեխու երազանքը։ Այո, կոտրենք իմ երազանքը։ բանը 9-4 Եթե չեմ սխալվի այդ բանով գնացքով կետամ Հարի Փոթերի Հոգվարտսից եմ շտարում այդպես որ վերցնենք եթե Լապլանդիա դեպքից ես Հարի Փոթերի աշխարհ կեշտամ Դուք ուշ կզեք Մենակ շեշտակ ես Ամերիկա կուզեմ շտամ այդ մի օրը իրանց մոտ շատ հետաքրքիր է Ամերիկա մի օրով չես էշտա Ոչինչ Եղեք իսկ օրինակ կան երկեր որ ամանորյա դուք ահավոր շատ կսիրեք ու հենց ամանորյա տրամադրությունը այդ երկերով կդիմանան Թադա Սիմոնյանի Չէ, երեխեք, ես երկ օրինակ շատ կսիրեմ, բան այն որ կսե հեյ ծմեր պապ։ Եկեք Գնաց Այո, Հեյ ծմեր պապ, դրել եմ քեզ մի մեծ նամակ, ուզում եմ այս տարի, ուրախը իմ նորմալ լինի, Սեր ու բարություն մի քիչ, հոգատարություն մի քիչ, հանգստություն, շատ բան չեմ ուզում, նոր տարի, երազանքները մեր հերթով կկատարի, նոր տարի, խաղաղություն
հասնի այս տարի Ասկասը Ամեն Անդիս Երեխեք, իսկ 2026 թվականին ինչ նպատակներ ունեք որ կուզեք կատարվի։ Օй Հենց նպատակ ոչ թե գերազան։ Ձուն շատ քիչ եկավ։ Անգերցած, բայց ես Սորի գենոր քիչում։ Ես կսեի արքնախ անսինք թե 25 թվին ինչ ձեռք բերում ունեցակ սկսենք դեղից Օրինակ իմ ամենամեծ ձեռքբերումս հենց դուք եք, որովհետև ու Ախուրյանի երիտասարդական հապ քալը, որովհետև եկա ու ձեռքբերեցի շատ ընկերներ, շատ ծանոթություններ ու այդ պատճառով ես հիմստեղ նստած եմ ու ես իրոք շատ շնորհակալ եմ 2025-ին, ոնցի ձեզի տվավ։ Օրինակ իմ հենց այս տարվա ձեռքբերումս հենց դուք եք ու նաև եկեղեցինով ես գնացել եմ ու դեղը լիքա ծանոթներ եմ ունեցել։ Ու ուսպես շատ օրինակ ես այս տարի շոտ եմ արդեն ուսպես ահավոր ձևի հետաքրքրված հենց ուսումով, ուսպես կրթությամբ, ուսպես հավես տեղեր մասնակցեմ ու հենց դի եղեն ձեռքբերումս։ Իմ ձեռքբերումս երեխեք էլի հաբն է, էլի դուք եք ճիշտ է ձեռք եմ բերել որոշ ամենալավ ընկերուհիներ, այդպես եմ, բայց ընդհանրությամբ շատ շնորհակալ եմ 25 թվին, որովհետև ամենակարևորը ինչ որ վատ դեպքեր չեղավ 2025-ին ու կուզեմ որ մյուս տարիներն այդպես շարունակական եղնին, չգիտեմ Իսկ քունը Մարիամ Չեմ ֆորմալ պատասխանից իմ ձեռքբերումներից մեկն է եղել հենց Ախուրյանի երիթափը, բայց բացի այս ամեն ինչից ես դիքը այլ տեղեր եմ գնացել, դիքը շատ մարդկանց եմ այս տարի սկսել ճանաչել ու շատ շնորհակալ եմ 2025-ին, որովհետև ինքը իմ կյանքում եղավ բեկումնային տարի ու դիքը բաներ իմ կյանքում փոխվան։ Ես ձեռքբերեցի նաև ինչ որ չափով մասնագիտական կողմնորոշում, դիքը հետաքրքիր ծրագրերի մասնակցեցի ու դիքը բաներ ձեռքբերեցի, շատ չեմ ուզել խոսալ, որովհետև բացել իմ բլոկնոտի մեջ սակրած է։ Ես կարդան դերցին Այո, ընթերցին եք, մի քանիս ընթերցիր, այո։ Okay, ես տարվա հաջողություններ են ունի։ Հենց դարձել սկսեմ։ Ոչ չեմ ուզել կան խոսամ լավ։ Ոչինչ։ Չեմ, լիքը խմբակներ եմ վարել Գյումրու երիթ պալատում, լիքը օլիմպիադաների եմ մասնակցել, հանրապետական փուլ եմ հասել։ Մասնակցեցի, ես հիշեցի։ Բանը մենք հենց այս տարի, բանը ես Ավետիք Իսահակյանի պես Վիկտորիանայի կազմակերպել ու հաղթել էի ու շոտ էի անգերցած ուրախացել, որովհետև ունեի կարգի գիտելիքներ, որ հաղթել էինք։ Վիկտորիանա պես հարցեր կուտային, մենք կպատասխանեինք հենց Իսահակյանի բանաստեղծությունների ու առհասարակ այդ թեմայի շուրջ։ Ու նաև Վահան Տերյանի միջոցառումն է այդ ծննդյան օրվա արդիվ, միջոցառում էին կազմակերպել, ու էլի ես լարված էի ինչպես միշտ, բայց կարողացա հաղթահարել այդ փուլը էլի։ Իսկ օրինակ կան 2026-ում ինչ որ բան, օրինակ դու կհաջախես մետեղամ ու 2026-ում դուր ավարտն է ու կան նույնպես բաներ, Հետնագործական ավարտեմ։ Ես էլ Մենք ավարտենք գործական։ Ու ուսումնարանը կավարտենք, որտեղ նոր տեղեր։ Ես հազարատ ծրագիր կավարտեմ, Միշուչյանի հազարատ կսկսեմ եմ միլիորդադե կավարտեմ, ես 25-ին։ Բայց կյանքում ոչ մի բան չի փոխվի։ Ուրեմն երեխեք քանի որ խոսացինք գալիք տարվա նպատակների մասին, ի սրտե կուզեմ որ երեխեք այս տարին եղնի ձեր համար շատ լավ ձեռքբերումների տարի, թող միշտ ուրախություն է երեխեք ձեր տնից անպակաս չի եղնի։ Ամենակարևորը ոչ մեկը չկորցնենք այն հրաշքը։ իրոք թող ինչ որ լավ է անցել մեր 2025 թվականը, այդպես էլ ու ավելի լավ ու բազմապատկված մեր լավ օրերն ու լավ պահերը, որ ապրել ենք 2025-ում, թող շարունակվի 2026-ում։ Դու ես էլ կուզեմ որ 2026 տարին եղնի ձեռքբերումներով, նոր հաջողություններով, դիքը լավ մարդկանցով ու հաճելի ու երիտասարդական ամենախենթ պահերով։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Happy New Year! Թե ինչ այս կաններ մեր այսօրվա ոդքասթը, շնորհակալություն, որ լսեցիք մինչև վերջ։ Գնացեք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա վիդեոները, եւ եթե մինչև վերջ նայել եք մեր այսօրվա ամանորյա ոդքասթը, մեկնաբանության դաշտերում լսիկներ դրեք։ Թե ինչ այս կաններ։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։